Ուրեմն այսօրվա մեր դասի թեման լաբորատոր աշխատանք։ Լաբորատոր աշխատանքի վերնագիրը ո՞րն էր Աննալի։ Այո, մեր լաբորատոր աշխատանքի նպատակը ո՞րն էր Մարվին։ Այո, եւ ինչ սարքեր են մեզ անհրաժեշտ։ Ահա, Աննալի։ Չափագրան, լծակավոր կշեր, կշռաքարեր, ուղղակյուրալիստ, չափագրան, լծակավոր կշեր, ուղղակյուրալիստ, թե կաբայական ձև ունեցող ոչ մի բաղի և դիմիլետրային Որտե սպալացեցի, որտե ոչ պին մարմին, այդ ամարական ձերնով պին մարմին, կար, ինչ է։ և դիմիլետրային Այո, և կար, այո։ Դուք այն աղյուսակի առաջին մասում գրում եք 4 սու, և 4 սուի տվյալները պետք է լրացնենք, անհավասար է, ինչքան, երկարությունը 12 սանտիմետր, լայնությունը 6 սանտիմետր։ 12 սանտիմետր, երկարությունը 6 սանտիմետր, իսկ բարձրությունը չափի Բարձրությունը 5.5 սանտիմետր։ 5.5 սանտիմետր։ Նա որոշում է 4 սուի ինչ է։ Ծավալը։ Եկրի բերի գիցակ, հիմա սանտիմետրերը երեխեք դարձնենք մետր։ Օրինակ 12 սանտիմետր քանի մետր է։ 0.12 մետր։ 6 սանտիմետրը 0.55 մետր։ Իսկ ծավալը գտնելու համար ինչ ենք անելու։ Գազապատվում ենք իրար, այո։ 396 ինչ։ Մետր խորան։ Չափում ես նաև 4 սուի զանգվածը կշարքով։ Հանի 181 գրամ, որովհետև մեր կշարքը ցույց է տալիս գրամներով։ Հիմա գրում ենք M-ը հավասար է 181 գրամ, ըստի, ներքևում գրում ես V-ն հավասար է քո ստացված թիվն ես գրում։ Հիմա գտնում ենք ինչ է 4 սուի խտությունը, դեպի ռոն գիծ հարցակա։ Երեխեք, խտությունը գտնելու համար մենք ինչ ենք ասում։ Ասա տեսնենք հարգի։ Զանգվածը բաժանում ենք այո, զանգվածը բաժանում ենք ծավալի վրա։ Այդ որում 181 գրամը ինչ ենք դարձնելու։ Կիլոգրամ, այո։ Այո, գրամ սանտիմետր պարանակում վերջում կդարձնի։ Ահա։ Կլի քանի կիլոգրամ։ 181, այո, 0.181 կիլոգրամ։ Հիմա խտությունն էլ որոշիր միլիոնը 157 կիլոգրամ մետր խորանար։ Կիլոգրամ մետր խորանար։ Իսկ հիմա որպեսզի կիլոգրամ մետր խորանարդը մենք դարձնենք գրամ սանտիմետր խորանարդին ինչ ենք անելու։ Բաժանելու ենք 1000-ի, չէ՞։ Դեգրի ներքևից 457 կիլոգրամ մետր խորանարդը հավասար է 0.407 արդեն գրամ սանտիմետր խորանարդ։ Հիմա երկրորդ փորձը նստիր Միլենա, հիմա երկրորդ փորձը կատարում եք դու։ Անահիտն ա գալիս գերատապտակի մոտ, Հագիչն ա գալիս գերատապտակի մոտ և Մարին թող գա և երկրորդ փորձը կատարում ենք քարի օրինակով, գերատապտակը մաքրում ենք և պետք է որոշենք քարի ծավալը։ Հետո հիշում եմ, ոնց ենք որոշում քարի ծավալը։ Նախ որոշենք չափագրանի բաժանման արժեքը, ոնց ենք որոշում։ Մեծից։
Այսինքն ինչ եղավ։ 250 Բայց 252-ն իրար մոտը տենցավ բաժանասպասի, ամբերքին 200, նևը դիրքաս, հարասար է, 5 միլիմ, չէ, կամ սանտիմետր խորն, չէ, չպես չուս, հիմա նայ, այսինքն 5 միլիմետրը դա մեր նև մասի ինչն էր, ծավալը։ Հիմա որոշեք ինչքան ջուր է լցված չափագրամի մեջ։ 210, այդ ոնց որոշեցիք, որ 210։ Նախ 200-ից մի հատ խազ վերև, մի հատա խազ վերև, թե երկու։ Դե ուրեմն ոնց ենք որոշում ծավալը, լավիրի անայիք վեն հավասար է, 200-ին իմարյաց, 5 անգամ 2 հավասար է, ինչքան եղավ, 10 սանտիմետր խորանակ, էդ մեր, հիմա, ինչ ենք անում, որպեսի անկանոն ձեր ունեցող մարմնի ծավալը որոշենք, պետք է ինչ անենք, քարը ընկղմենք ջրի մեջ, ու չափենք նորից ջրի ծավալը, Ինչքան բարձրացա, քանի խազ բարձրացա։ 210 Չէ, քանի խազ բարձրացա։ Մի։ Դե ուրեմն վերեք սենց անենք, ես վերեք վեմ եք, հիմա V2-ը որոշում ենք, որոշի։ V2-ը կլինի 200-ին իմարած, 5 անգամ արդեն 3, այո, հավասար է 215 սանտիմետր խորանակ։ Հիմա որպեսի որոշեմ քարի ծավալը, ինչ պիտի հանենք։ Տերերի վեն հավասար է, վեն հավասար է 215-ից հանած 210, որը հավասար է 5 սանտիմետր խորանակ։ Էս մեկ։ Որոշեցիք ինչ է։ Ինչի ծավալը որոշեցիք, քարի ծավալը, հիմա քարը հանենք, տալիս եք Գագիկի, որ քարի զանգվածը որոշի, տալիս ես դու Ստեվանանի, արդեն խնդիր ենք ուզում ենք, վեն հավասար է, դուք էլ եք տեքրերում դրում արդեն, վեն հավասար է 5 սանտիմետր խորանակ, պետք քարի զանգվածը որոշի անայքին ասնա, այո, 16.4 գրամ, 16.4 գրամ, գտնում ես խտությունը, խտությունը գտնելու համար ինչ ենք անելու, զանգվանը, գրի 3.28 գրամ սանտիմետր խորանակ, գրամ սանտիմետր խորանակ, իսկ որ գրամ սանտիմետր խորանակը դարձնենք կիլոգրամ մետր խորանակ ինչ ենք անում, արդեն բազմապատվում ենք հազարով, դեն եկեք գրի, այո, հիմա մենք քարի համար ստացանք, որ քարի խտությունը 3280 կիլոգրամ մետր խորանակ է, ինչ է նշանակում այս թիվը, Այսինքն նշանակում է, որ 1 մետր խորանակին դավի 250 կիլոգրամ զանգված, շատ արդես, նստի, իսկ մենք նախորդի թորսուի խտությունը որոշել ժամանակ ինչ թիվ ստացանք, 457 կիլոգրամ մետր խորանակ, իսկ դա ինչ նշանակեց Միլենա, Այսինքն, որ 1 մետր խորանակում կիլոգրամ փայտ, օրինակ հիմա տեսեք, սա փայտից է, չէ պատրաստված, դա նշանակում է, որ փայտի խտությունը ավելի փոքր է, քան քարը, չէ, դա բնականաբար, այսպիսով ստացվեց, որ մենք խտությունը որոշելու համար կարողացանք օգտագործել չափիչ սարքեր, ինչ չափիչ սարքեր օգտագործեցինք, Սուրի, կշեր, կշերքով ինչ չափեցինք,
ապրես։ Էլ ինչ չափից սարքելով կանոնեցի, չափագլանես, կանոն, ապրես, կանոն։ Եվ այդ չափից սարքերի միջոցով որոշելով ծավալը և զանգվածը, կարող է որոշել իր մարմնի տգնությունը։